Կարծում Գյումրին այնտեղն է, որտեղ մենք շատ բան ունենք ասելու, նաև հաշվի առնելով հորս Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանը, աղետի գոտու հետ կապված վերականգնման հսկայական աշխատանքները, որ կատարվել են այդ ժամանակ, մենք ավելի մանրամասն իհարկե մեր ծրագրում կանդրադառնանք, հիմա ավելի շատ նպատակը հանդիպելն է գյումրեցիների հետ, Շիրակի մարզի բնակիչների հետ, հենց իրենցից լսելու հիմնական խնդիրները, ակնկալիքները, առաջարկությունները։ Մյուս ամիս մենք ավելի մանրամասն, այսպես նախընտրական տրամաբանության մեջ կներկայացնենք նաև մեր ծրագիրը բոլոր տարբեր ոլորտների հետ կապված եւ համայնքների հետ կապված։ Եթե լսել եք, իշխանությունը արդեն, այսպես ասած, խառնվել է իրար եւ ինչպես ինչու թմկաղալում է, որ ցույց չենք տալու Գյումրի 2 ծրագիրը իրականացնել։ Թե կարծիքով ինչու են արդեն այդպիսի մոտեցումներ ցույց տալիս, որ Գյումրի 2 ցույց։ Դեք իմ համար ճիշտն ասած մի քիչ հասկանալի չի, ինչ նշանակում Գյումրի 2 ցույց չենք տալու։ Գյումրիում ժողովուրդը եկել է, իր ընտրությունը կատարել է, ու Իսրայել ձևավորվել է համայնքը այստեղ, այսինքն իրանք ինչ նշանակում։ Ուզում են ասել, որ նույնիսկ եթե ժողովուրդը ընտրի, իրենք չեն ընդունելու այդ արդյունքները, սա է, հա։ Մենք սրան էլ պետք է պատրաստ լինենք, հաշվի առնելով այն ապօրությունների հսկայական ծավալը, որը մենք տեսնում ենք գրեթե առօրյա ռեժիմով, հասկանում ենք, որ նաև հնարավոր է նախընտրական շրջանում, հետընտրական շրջանում լինեն, բայց իսկապես պետք է սա այն հարցն է, որը պետք է միավորի ընդդիմությանը այս ամեն ինչի դեմ պայքարում, որովհետև սա կոնկրետ ինչ-որ թևի հարց չէ, սա բոլորիս խնդիրն է, եւ ես իսկապես համոզմունք ունեմ, որ այս առումով ստացվելու է դիմակայել այդ հնարավոր բաներին, ռեպրեսիաներին։ Ինչը կարծում կա արդեն մտավախություն իշխանության մոտ, որ միգուցե այն խաղացողները ընդդիմության կողմից, ովքեր արդեն իսկ հայտարարել են ընդդիմությունների մասնակցելու, միգուցե ավելի մեծ վարկանիշ են վայելում հասարակության մեջ եւ մեծ ձայներ հավաքելու դեպքում կմիավորվեն։ Միգուցե հենց դրա համար են այդ Գյումրի 2 տերմինը անընդհատ։ Գիտեք, եթե չլինեին մտավախությունները, այ մնացած այն մյուս ջղաձգումները իհարկե չէին լինի։ Երբ որ մարդ իսկապես ուժեղ ալնում, նա հանգիստ ալնում, խնդիր չի տեսնում, այսինքն ավելի բարձր դիրքից առանց, իսկ երբ որ մարդ հասկանում է, որ խնդիր ունի, արդեն սկսվում են այդ մնացածը, էլի, մենք շատ մեծ ստի կեղծիքի չափաբաժինը կա, ամեն ինչի հետ կապված, թե անցյալի հետ կապված, թե ներկայի հետ կապված, եւ մնացած այդ սպառնալիքները մենք գիտենք ինչպես են մարդկանց գյուղերից բռնած մինչև քաղաքներ վախացնում, սպառնում, ամեն մեր այդ հանդիպումից հետո մարդկանց էլի կարող են անհանգստություն պատճառել, սպառնալ, այս ամեն ինչը հենց խոսում է այդ վախերի մասին, բայց ոչ մի մեծ գործ չի տրվում, պատրաստ ենք մեծաշով մենք կոնկրետ ես իմ ընտանիքը 2018-ից էս հսկայական ճշմարտակ ենք, բայց չենք նահանջում ու չենք էլ պատրաստվում։ Եվ ինչ կարծում այն նախկիններ անընդհատ որ այսպես ասած փչացած պլաստիկան օգտագործում։ Անկեղծ ինձ թվում է սպառել է։ Այդ խոսույթը ես կարծում սպառել է իրան։ Գիտեք, ի վերջո կարծում մարդիկ շատ լավ տեսնում են տարբերությունները դրական թե բացասական առումով, այստեղ մենք հիմա չպետք է խոսենք նախկին ներկայից, պետք է խոսենք թե ովքեր կարող են ինչ որ հարց լուծել, ովքեր կարող են որևէ խնդիր լուծել եւ այդ համեմատության մեջ տեսնեն թե ովքեր չեն կարողանում, խոսքը գործողների մասին է, այնպես որ կարծում սպառել է իրան այդ խոսույթը այլևս շատ տեղ չի ունենալու։ Խոշոր ընդդիմադիր բլոկներով ընտրությանը մասնակցելու սցենարից եւ դրանով է պայմանավորված իրենց հիստերիկ արձագանքումները։ Գյումրի 2-ը ինչ է կամ իրեն Գյումրիում ինչ են արել, գողացել են մարդկանց քվեն, մարդկանց ընտրությունը։ Կփորձեն նորից ասես մի բան անել, միշտ են փորձելու կեղծել, բայց այս անգամ վստահ եմ չի ստացվի եւ թույլ չենք տալու մարդկանց քվեն գողանալու եւ մարդկանց կամարտահայտության վրա ազդելու։ Այսինքն իրենք մտավախություն ունեն, որ ընդդիմությունը այսպես տարբեր թևերով խոշոր կողմերով կմասնակցեն։ Իհարկե, ինքը վերջում այսպես ասած կոալիցիա կկազմեն եւ հենց այդ սցենարից Գյումրի 2-ի կրկնությունը դա նկատում են, որ ընդդիմությունը կմիավորվի եւ այսպես։ Ես այսպես ասեմ, իրենք լուրջ մտահոգություն ունեն ու այդ մտահոգության համար պատճառ ունեն ու ճիշտ են անում, որ մտահոգվում են, որ ընդդիմության միասնական քվեն լինելու ավելին, քան իրենց։ Եվ այդ մասին ամեն օրվա
բաներով երևում է, հարցումներով եւ գործի գետնի վրա պատկերով։ Շատ լավ, արդյոք, այսպես ասած, կոնկրետ Հայաստան դաշինքը արդեն կողմնորոշվել է միասնական, այսպես ասած, ինչ որ կա Հայաստան դաշինքը, ինչից որ կազմվել է, նույն կերպով է գնալու, թե Առաջ կա 2-3 շաբաթ հետո մարտի կեսերին մենք դաշինքի ձևավորման հետ կապված պաշտոնապես հանդես կգանք հայտարարությամբ, միջոցառմամբ, որտեղ կներկայացնենք եւ դաշինքի կողմերին, եւ վարչապետի թեկնածուին, եւ նաեւ մեր ծրագրային հիմնական դրույթներ։ հստակություն կա վարչապետի թեկնածուի առումով, Կարծում մեծ ակնկալներ այդ իմաստով չի լինելու, բայց ճիշտ կլինի այդ մասին խոսենք, իսկ պաշտոնապես կներկայացնենք ճիշտ ժամանակին։ Պարոն Սաղաթելյան, հիմա կարծես թե իշխանությունը տեսավ, որ որևէ կերպ չի կարողանում հասարակությանը համոզել, հիմա էլ արդեն խաղաղություն ենք բերել, այդ տերմինն է օգտագործում։ Նիկոլ Փաշինյանը խաղաղության թշնամին է։ Ինքը իր կառավարման 8 տարիների ընթացքում մեր ժողովրդին բերել է մահ, ողբերգություն, դժբախտություն եւ կորուստներ։ Ինքը խաղաղության հետ կապ չունի եւ դա ընդհանրապես կեղծիք է, որ փորձելու է ժողովրդին կրկին խաբել, որպեսզի վերարտադրվի։ Ինքը խաղաղության հետ կապ չունի։